Երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանը և նրա սիրելին Քրիստի Հովհաննիսյանը այսօր հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Սիրված սեր» հաղորդմանը։ Զրույցի ընթացքում զույգը անկեղծ խոսեց իրենց սիրո պատմության, ընտանեկան կյանքի, փոխադարձ հարգանքի և ծնողների հետ հարաբերությունների մասին։ Քրիստին ու Գևորգը պատմեցին, թե ինչպես է ծավալվել իրենց սերը, ինչ արժեքներ են դնում հարաբերությունների հիմքում և ինչ ծրագրեր ունեն ապագայի համար։ Հետաքրքիր անդրադարձ եղավ նաև նրանց հարսանիքին։ Զույգը պատմեց, որքան հիշարժան ու ջերմ մթնոլորտ է տիրել հարսանյա ծարարողության ժամանակ, ինչպես նաև կիսվեցին ստացված նվերների և հյուրերի արձագանքների մասին։ Սակայն զրույցն ավելի սուր երանգ ստացավ այն ժամանակ, երբ հաղորդավարուհին Ամալիա Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչու դերասանուհի Ռոզա Դավթյանը ներկա չի եղել հարսանիքին։ Գևորգը փորձելով մեղմել իրավիճակը, նշեց, որ ռեստորանում տեղերը սահմանափակ էին և բոլորին հնարավոր չէր հրավիրել։ Քրիստին էլ հավելեց, որ հարսանիքին հրավիրվել է միայն ամենամտերիմ մարդկանց կողմից, իսկ Ռոզայի հետ ունեցած հարաբերությունը, ըստ նրա, եղել է բացառապես էկրանային, առանց անձնական մտերմության։ Բացի այդ, Քրիստին ընդգծեց, որ որոշ հարցեր կան, որոնք պետք չէ հանրայնացնել, իսկ Ռոզան սխալ է արել այս թեման հրապարակավ բարձրաձայնելով։ Զույգի խոսափողական և միևնույն ժամանակ զգուշավոր պատասխանը կարծես փորձ էր զերծ մնալ լրացուցիչ սկանդալներից ու պահպանել իրենց նորաստեղծ ընտանիքի ներդաշնակությունը։ Հաղորդումն անցավ ջերմ մթնոլորտում, բայց չմոռացվեց նաև դրամատիկ նրբերանգները։ Այդ զրույցը նոր քննարկումներ կբացի թե շոու բիզնեսի, թե հանդիսատեսի շրջանում։ Հիշեցնենք, որ Ռոզա Դավթյանն այդ օրերին պատասխանել էր հետևորդների կողմից հաճախ տրվող հարցերին, թե ինչու նա հրավիրված չէր Գևորգ Մկրտչյանի և Քրիստի Հովհաննիսյանի հարսանեկան արարողությանը։ Դերասանուհին գրել էր, որպեսզի դուք ամեն օրի մեջը նմանօրինակ հարցերով չպարուրեք, փորձեմ բավարարել ձեր հետաքրքրությունը։ Շատ հաճախ առանց կոնֆլիկտների և առանց լարվածության կարելի է հասկանալ, որ քո և դիմացինի աշխարհայացքները, կյանքի հանդեպ մոտեցումները և առհասարակ դուք շատ տարբեր եք մտերիմ լինելու համար, և որպեսզի չնեղացնեք մեկըդ մյուսին կամ անընդհատ անհասկացվածություններ չլինի ձեր մեջ, ես գերադասում եմ պարզապես դադարել մտերիմ լինել։ Դա իմ ապրելաոճն է, որովհետև ես կամ պիտի ամբողջ սրտով լինեմ դիմացինին, կամ պարզապես դադարեմ լինել, և սա ինձ մոտ ընդգծված բնավորություն է դեռ փոքրուց։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։ Զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում և փոխանակվեց ամուսնական մատանիներով։ Հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն էր, իսկ խաչեղբայրը դերասան Նորայր Եղյանը։ Հիշեցնենք, որ երգիչն անակնկալ կերպով էր ամուսնության առաջարկություն արել իր սիրելիին հենց նրանց ընկերության մեկամյակին, ըստ մեզ հասած զրույցի պատմել էր։ Նշենք, որ զույգը պետք է նշանադրվեր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, բայց պատերազմական իրադրությամբ պայմանավորված չեղարկվել էր թե նշանադրությունը և թե նախատեսվող մենահամերգները։ Ամեն դետալ որոշված էր միշտ, երբ Երևան պարկում էինք լինում, Քրիստն ասում էր, որ նստենք Սատանի անիվը, քանի որ գեղեցիկ լուսանկարներ կլինեն, իսկ ես ֆիքսել էի, բայց ամեն անգամ մերժում էի, քանի որ որոշել էի, որ հետաքրքիր անակնկալ և ամուսնության առաջարկություն հենց այդտեղ եմ անելու։ Մոտ մեկ ամիս առաջ Լուսի Ազնավուրյանի օգնությամբ սկսել էի պատրաստվել, ամրագրել էինք վայրը և հենց Սատանի անիվի վրա գրվեց սիրո խոստովանությունը, պատմել էր Գևորգը։ Նա նաև անակնկալ կերպով էր կազմակերպել սիրելիի ժամանումը և մինչև վերջին վայրկյանները Քրիստինան տեղյակ չէր ամուսնության առաջարկության մասին։ Բնականաբար ես գիտեի, որքան կարևոր է աղջկա համար այդ հիշարժան օրը տոնական տեսք ունենալ։ Քրիստի վարսահարդարն առավոտյան զանգահարել էր նրան, ասելով, որ մրցույթի է և մասնակցում նրան մոդել է անհրաժեշտ դիմահարդարման և վարսահարդարման համար։ Քրիստը պատրաստված գնացել էր գեղեցկության սրահ, որտեղ իրականացրել էին ամեն բան, իսկ հետագայում Մարիամը, որը կազմակերպում էր ամեն բան, Քրիստին ուղեկցել էր ինձ մոտ, և ինձ տեսնելուց հետո Քրիստը հասկացավ, որ նրան սպասվում է
ամուսնության առաջարկություն և սիրելիս ինձ ասաց այո, ասել է երգիչը։ Գևորգը նաև պատմել է, որ տարիներ առաջ Քրիստն իրեն ասել էր, որ միայն ամուսնության առաջարկություն ստանալուց հետո կհամաձայնի շփվել իր հետ։ Ես հիշում եմ ավտոմեքենայում նստած տարոսիկ գտա ավտոմեքենայի մեջ, որի մեջ փոքրիկ մատանու նման մի բան գտա և ասացի՝ սա էլ քեզ ամուսնության առաջարկություն։ Նշանված են եղել, բայց ամեն բան սկսվել է աշխատանքային համագործակցությունից, առջևում նաև սպասվում է մեծ հայկական ավանդական նշանադրություն և հարսանիք, դեռևս տարիներ առաջ պատմել էր Գևորգը, որը և տեղի ունեցավ։ Այնուհետև նրանք միասին նկարահանվեցին «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվում էր նաև դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Դերասանն այդ շրջանում առաջին անգամը չէ, որ համագործակցում էր Դիանա Գրիգորյանի հետ և ընդգծում է, որ սցենարիստի հետ աշխատանքը շատ հեշտ է ստացվում։ Ինչքան էլ դժվար էր առանց դադարի նկարահանվելը, այնուամենայնիվ ես սիրում եմ իմ աշխատանքն ու մեծ սիրով եմ անում։ Դիանա Գրիգորյանի հետ արդեն երրորդ անգամ եմ համագործակցում, նա իր գործի վարպետն է ու իհարկե կարողանում է կերպարների ճիշտ բաշխում կատարել, ինչի արդյունքում ունենում ենք ստացված հերոսներ։ Ես շնորհակալ եմ Դիանային ինձ կերպարներ վստահելու համար, նշել է նա։ Այդ հեռուստասերիալում առաջին անգամ հանդես եկավ նաև Գևորգի սիրելին Քրիստինան։ Ավելի շատ պատասխանատվություն եմ զգում, ասել էր Գևորգը, եթե առաջ մտածում էի միայն իմ լավ ներկայանալու մասին, հիմա արդեն երկուսիս մասին եմ մտածում, հիմա ավելի շատ եմ լինում նկարահանման հրապարակում և իմ նկարահանման օրերին և Քրիստին։ Քրիստին նկարահանման հրապարակում արդեն հասցրել են շատ սիրել, ինչը փոխադարձ է, ունենք շատ լավ թիմ, ոչ միշտ է պատրաստ օգնել։ Որպես խաղընկերներ հեշտ ենք միմյանց հետ աշխատում, իսկ արդյունքն իմ սպասելիքներից մի քանի անգամ ավելի շատ է, ելնելով մեկնաբանություններից։